Սիրելի եղբայրներ եւ քույրեր, շարունակելով քարոզաշարքը ընթառաջ Տեր Հիսուս Քրիստոսի հարության պաշտամունքին, այսօր խոսելու ենք հոգու աղքատության հարստության մասին։ Աշխարհը երանելի համարում է այն մարդկանց, ովքեր որ ուժեղ են, ովքեր որ ունեն մեծ հեղինակություն, ովքեր որ իրենց եսը եւ էգոն կարողանում են շատ համարձակ կերպով առաջ մղել, նրանց ովքեր որ կարողանում են հրաշալի կերպով ինքնաարտահայտվել, աշխարհը հաջողակ եւ երանելի համարում է այն մարդկանց, ովքեր որ ունեն այս մեծ իշխանությունը, հեղինակությունը, ուժը, հարստությունը, պատիվը, բայց գալով Աստծո խոսքին տեսնում ենք, որ Տեր Հիսուս եկավ աշխարհ եւ բերեց կյանքի նոր կենցաղավարություն, նոր աշխարհայացք, բերեց աշխարհ նոր չափանիշ, նոր մոտեցում եւ իր շեշտը դրեց ոչ թե արտաքին, մարդու արտաքին կողմի վրա, այլ մարդու ներքին պարունակության, մարդու ներքին բովանդակության վրա Տեր Հիսուս շեշտը դրեց։ Հոգևոր կյանքի փոփոխությունը սկսվում է ներսից եւ ոչ թե արտաքին ցուցադրությունից։ Արտաքին ցուցադրությունը չէ, որ նորոգելու է մեր ներսը, այլ մեր ներսի հոգևոր պարունակությունն է, որ նորոգելու է ոչ միայն մեր ներսը, այլ նաև մեր դուրսը եւ սա տարածվելու է նաև մեր առօրյայի եւ կենցաղի մեջ։ Եկեղեցու նպատակը, սիրելիներ, դա այն չէ, որ մարդկանց կոչ անի լինելու ավելի լավը, ավելի բարի կամ ավելի դաստիարակված մարդ, այլ կոչ անել մարդկանց, որպեսզի նրանք իմանան, որ առանց Քրիստոսի մարդը կորսված է, իսկ իր բարոյական կերպարն էլ խամրած։ Գալով Աստծո խոսքի բուն թեմային Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 1-3 համարները, որի շուրջ պիտի լինի Աստծո խոսքի քարոզը, խնդրեմ, ովքեր ունեն սուրբ գրքեր, բացեք եւ հետևեք։ Մատթեոս 5-րդ գլուխ 1-3 համարներ։ Եվ Աստծո խոսքն ասում է, լսենք Տիրոջ խոսքը երկյուղացությամբ։ Հիսուսը ժողովրդի բազմությունը տեսնելով բարձրացավ լեռը, երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան, եւ նա բերանը բացավ, ուսուցանում էր նրանց ու ասում. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Լեռան քարոզը կարծես Աստծո արքայության սահմանադրությունն է, որտեղ Հիսուսը պարզապես չի առաջարկում ավելի լավ բարոյականություն, կամ այլ առաջարկում է նոր սիրտ։ Քրիստոնեությունը ինքնազարգացման մասին չէ, այլ Քրիստոսի մեջ նոր ինքնության, նոր անհատականության մասին է այս քարոզը։ Լեռան քարոզը ներկայացնում է Աստծո թագավորության հոգևոր բարոյական կողմը։ Լեռան քարոզը ուղղված է աշակերտներին եւ նրանց միջոցով նաեւ ամբողջ աշխարհին։ Այն վերաբերում է մարդու թե ներքին մտքերին, թե արտաքին գործերին եւ դնում է այնպիսի բարձր պահանջներ, որոնք մարդը չի կարող կատարել իր սեփական ուժերով եւ իր սեփական ջանքերով։ Այդ պատճառով մարդը պիտի ապավինի Աստծո շնորհքին եւ պիտի ապավինի Աստծո ողորմությանը։ Ուրեմն հոգու աղքատությունը այն փաստն է, որ անհատը Աստծո շնորհի միջոցով ունի երկնքի արքայությունը։ Իսկապես այս հատվածը բավականին խրթին հատված է, բայց ավելի լավ ընկալելու համար եկեք շարունակենք եւ ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը, ինչ ի նկատի ունի Աստծո խոսքը ասելով հոգևոր աղքատություն։ Կրկին պիտի ընթերցեմ այս 3 համարները։ Հիսուսը ժողովրդի բազմությունը տեսնելով բարձրացավ լեռ, երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան, եւ նա բերանը բացելով ուսուցանում էր նրանց ու ասում. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է
երկնքի արքայությունը։ Լեռան քարոզը խորհրդանշական կարևոր իմաստ ունի։ Աստված Սինա լեռան վրա Մովսեսին տվեց 10 պատվիրանները, իսկ այստեղ Տեր Հիսուս բացատրում է օրենքի իմաստը, օրենքի նշանակությունը, օրենքի էությունը։ Սինայում Աստված խոսեց որպես օրենք տվող թագավոր, իսկ լեռան քարոզում Քրիստոսը խոսում է որպես նոր ուխտի օրենսդիր եւ երկնային արքայության թագավոր։ Այսպիսով լեռը դառնում է ուսուցման, վերափոխման եւ Աստծո արքայության սկզբունքների բացահայտման մեկ վայր։ Լեռան քարոզը կարծես Քրիստոսի Գալիլեայում իրականացած քարոզչության ամփոփումը լինի։ Եվ 4-րդ գլխի մեջ մենք հետևյալն ենք տեսնում կարևոր արտահայտություն, որ ասվում է 4-րդ գլուխ 17-րդ համարը։ Այդ ժամանակից Հիսուսը սկսեց քարոզել ու ասել. ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Տեր Հիսուս քարոզում էր արքայության ավետարանը, եւ հիմա 5-րդ գլխում Տերը խոսում է մարդկանց, թե ինչ է նշանակում ապաշխարել եւ ապրել արքայության ավետարանի էության համապատասխանող կյանքով։ Այո, շատ կարևոր է արքայության կյանքը, շատ կարևոր է, սակայն կարևոր է ընկալել, թե ինչպիսին է այս անձը, ով որ ունի երկնքի արքայությունը իր սրտում։ Ի վերջո, ով է երկնային արքայության քաղաքացին, եւ դա այն մարդը չէ, ով միայն խոսում է հավատքի մասին, եւ դա այն մարդը չէ, ով ունի հոգևոր բառամթերք։ Մատթեոս 7-րդ գլուխ 21-րդ համարն ասում է. ոչ թե ամեն ինչ Տեր ասողն է երկնքի արքայությունը մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Խոսում է ոչ թե խոսողների մասին, այլ հնազանդվողների մասին։ Խոսում է նրանց մասին, որ ոչ թե ովքեր որ ցուցադրում են հոգևոր բարոյական կերպար, այլ նրանց մասին, ովքեր որ կիրառում են Աստծո խոսքը, ովքեր որ գիտեն իրենց երկնավոր հայրը ինչ է ուզում իրենից։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 3-րդ համարն ասում է. Հիսուսը նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել։ Ուրեմն երկնքի արքայությունը նրանցն է, ովքեր որ հնազանդություն կցուցաբերեն։ Եվ այս հնազանդվողներն են, ովքեր որ փաստում են, որ նրանք Աստծո զավակներ են։ Եվ որն է փաստը, որ տվյալ անձը երկնքի արքայության քաղաքացի է, եթե ոչ նա, ով ունի վերափոխված կյանք, նորոգված կյանք, վերստին ծնված կյանք։ Իսկ Հովանու 5-րդ գլուխ 12-րդ համարը ասում է. ով որդուն ունի, նա կյանք ունի, ով որդուն չունի, նա կյանք չունի։ Որն է փաստը, որ մենք ունենք որդուն, որ մենք ունենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր մեջ, եւ մենք գտնվում ենք նրա մեջ։ Ինչպես հասկանալ, որ ունենք վերափոխված կյանք։ Լավ, ինչպես իմանալ, որ ես եւ դու գտնվում ենք Տեր Հիսուսի մեջ։ Ինչպես հասկանալ, որ մենք ապրում ենք ավետարանի էության համապատասխանող կյանքով։ Այսպիսով, լեռան քարոզը երկնային արքայության քաղաքացիների ներքին նկարագիրն է տալիս, թե ովքեր են սրանք, եւ որը արտահայտվում է իրենց կենցաղով։ Սա մի կյանք է, մի վերափոխված կյանք, մի նորոգված կյանք, որը որ արտահայտվում է կենցաղով։ Տվյալ անձի կյանքի մեջ երկնային արքայության քաղաքացիները ապրում են Աստծո ողորմությունից ու շնորհից ելնելով։ Աստծո ողորմությունից ու շնորհից կառչած կյանք են ապրում այս մարդիկ։ Այո, երանի հոգով աղքատներին, ըստ Տեր Հիսուսի ինչ է նշանակում երանի։
ում է Տեր Հիսուս կոչում երանի։ Սա ոչ թե հոգեբանական կամ էմոցիոնալ, այլ հոգևոր հասուն վիճակ է։ Երանելի նշանակում է երջանիկ եւ Աստծո կողմից օրհնված վիճակ։ Այն կախված չէ հարմարավետ պայմաններից, նյութական վիճակից, մարդու առողջությունից, մարդկանց վերաբերմունքից։ Մարդիկ սովորաբար երջանկություն են որոնում հարստության մեջ, զվարճանքի մեջ, իշխանության եւ ուժի մեջ, հեղինակության եւ իրենց եսի արտահայտման մեջ։ Երանները պատվիրանների ցանկ չեն հերթական։ Այս սրանք կանեք եւ լավ կլինի ձեզ համար։ Սրանք բարոյական պահանջների շարք չէ։ Դա ծիսական գործողություններ չեն։ Երանիները պահանջ չէ բարձրապես, այլ Քրիստոսով փոխված կյանքի ապացույց։ Ովքեր որ իրենց կյանքով արդեն ցույց են տվել, թե ում են պատկանում։ Երանին ոչ թե այն է, երբ ամեն ինչ լավ է, այլ այն, երբ դու ճիշտ դիրքում ես գտնվում Աստծո հետ, ճիշտ հարաբերության մեջ ես գտնվում Աստծո հետ։ Հոգով աղքատությունը, Քրիստոսի քարոզած հոգով աղքատությունը ոչ թե հոգեբանական անինքնավստահություն է, այլ Աստծո առջև սեփական ինքնաբավության լիակատար մերժում։ Ցույց տալով, որ Տեր, առանց քեզ իմ մոտ ոչինչ չի ստացվի, առանց քեզ ես ոչինչ եմ։ Դա այն ներքին վիճակն է, երբ մարդը ճշմարտապես գիտակցում է, որ առանց Աստծո ինքը կորսված է, առանց Աստծո ողորմության անհույս է, առանց Աստծո շնորհի հոգևորապես սնանկ է եւ աղքատ, առանց Աստծո ներկայության լեցունության նա դատարկ է, առանց Աստծո զուրկ է նպատակից եւ շփոթված է կյանքի մեջ։ Իսկ Աստծո հետ նա գտնված է, հույսով լցված է, իր խոսքով ու հոգով հարստացած է, նպատակ ունի եւ գիտի իր կյանքի ուղին, իր կյանքի նպատակը որն է։ Հիսուսն ասում է Մատթեոս 9:12 համար, բայց երբ Հիսուսը լսեց նրան, ասեց. առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Այո, միայն հիվանդները գիտեն, որ բժշկի կարիք ունեն։ Միայն նա է ընդունում Աստծո շնորհը, ով ընդունում է իր աղքատությունը եւ իր ներքին դատարկությունը։ Միայն նա է փրկության կարիք զգում, ով ընդունում է իր կորսված վիճակը։ Աստծո շնորհով հարստանում է այն մարդը, ով գիտակցում է իր հոգևոր աղքատությունը եւ իր հոգևոր սնանկ վիճակը։ Նա է միայն զգում Աստծով լցվելու կարիքը։ Ղուկաս ավետարանի մեջ մեկ կարևոր օրինակ է բերում, որ կուզեմ ձեզ ներկայացնել։ Մեկ կարևոր օրինակ եւս Ղուկաս 18-րդ գլուխ 9-13 համարները, որտեղ ասում է. ոմանք էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, եւ ուրիշներին արհամարում էին, այս առակն ասեց, այլ թարգմանության մեջ ասում է, եւ ուրիշներին ոչինչ էին համարում, եւ Տեր Հիսուս այս առակը ասեց։ Երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մեկը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթքն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ։ X մաքսավորը հերու կանգնած էր, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Նկարագրություն է տալիս
երկու կարևոր բան։ Առաջինը նկարագրություն է տալիս Փարիսեցուն, ասելով Փարիսեցին առանձին կանգնած էր։ Իսկ Մաքսավորի առումով ասում է Մաքսավորը հերու կանգնած էր։ Նկարագրում է Փարիսեցու հատուկ կարգավիճակը։ Նա կանգնած էր առանձին մեկտեղ, կարևոր մեկտեղ, կարծես թե հատուկ գտնվող մեկտեղ, որը որ ընդգծում էր իր հատուկ կարգավիճակը, ցույց տալու նրա կարևորությունը, նրա դերը, բայց նա մոռանում էր մեկ բան, որ երբ որ գտնվում է Աստծո առջև, գտնվում է Աստծո տան մեջ, կարևորը ինքը չէ։ Կենտրոնում անձը չէ, անձի հեղինակությունը չէ, անձի իշխանության մասին չէ խոսքը։ Աստվածպաշտությունը դա մեր անձի հարստության մասին չէ, մեր ներսի բովանդակության մասին չէ, մեր ներքին կարևոր պայմանների մասին չէ, մեր բարոյական կենցաղավարության մասին չէ, եւ ոչ էլ մեր հոգևոր լավ օրինակելի վիճակի մասին, այլ Աստծո։ Սակայն Փարիսեցին սա չէր հասկանում։ Իրեն թվում էր, որ այդ հոգևոր աղքատ ասվածը դա ինքն է, որ Աստծո առջև երանելի կարող է կոչվել, կարևոր մեկը, Աստծո ուշադրության արժանացած մեկը, բայց նաև սրա կողքին նկարագրություն է տալիս մեկ Մաքսավորի, ով ըստ այս պատմության Փարիսեցու կողմից արհամարված էր եւ ոչինչ համարված։ Եվ ասում է Մաքսավորը հերու կանգնած էր, առանձնացված կանգնած էր, ոչ կենտրոնական տեղ կանգնած էր Մաքսավորը։ Եվ Մաքսավորին մեկ արտահայտությունն էր։ Մաքսավորը չխոսեց իր ունեցած շնորհների ու տաղանդների մասին, նա չխոսեց իր հոգևոր ծառայությունների մասին, նա չխոսեց թե ինքը ինչ գործեր, ինչ աշխատանքներ կամ ինչ ծառայություններ է արել։ Մաքսավորի աղոթքը մեկ նախադասություն է, մեկ նախադասություն, ով Աստված ողորմիր ինձ մեղավորիս։ Սիրելի եկեղեցի եւ բոլոր նրանք, ովքեր որ մեզ առցանց հետևում են, իսկ մենք գիտակցում ենք մեր մեղավոր վիճակը, արդյոք գիտակցում ենք, որ Աստծո ողորմության կարիքը ունենք։ Եվ այս հարցին ամեն մեկս պիտի պատասխանենք։ Մաքսավորը չի ասում օգնիր ինձ այս մարդկանցից ավելի լավը դառնամ, այլ ասում է անուղակի կերպով ես առանց քեզ դատապարտված ու կորսված եմ։ Առանց խոնարհության մարդը չի կարող ընդունել իր մեղավոր վիճակը եւ ընդունել Աստծո կենարար շնորհը։ Մեկը ասել է. եթե հարցնես որն է քրիստոնեական կյանքի առաջին առաքինությունը, կպատասխանեմ խոնարհությունը։ Եվ որ հարցնես իսկ որն է երկրորդ առաքինությունը, կպատասխանեմ խոնարհությունը։ Եվ եթե հարցնես իսկ որն է երրորդ առաքինությունը, կպատասխանեմ խոնարհությունը։ Եվ այս քարոզը մեզ պիտի օգնի, որ կարողանանք հասկանալ մեր ներքին բովանդակությունը, ինչ կա մեր ներսը։ Հաջորդ համարները, որ ընթերցելու են, վերաբերում է Լաոդիկեի եկեղեցուն։ Կրկին մեկ օրինակ, որտեղ որ երևում է մարդու խաբված եւ շփոթված լինելը։ Հայտնություն 3-րդ գլուխ 15-ից 17 համարներն ասում է. գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ էլ տաք։ Երանի սառը կամ տաք լինեիր, ուրեմն քանի որ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ էլ սառը, քեզին բերանից պիտի փսխեմ։ Նախ սկսում է քարոզը հետեւյալ կերպ. գիտեմ քո գործերը։ Երբեմն մենք մտածում ենք, որ մենք ինքներս մեզ շատ լավ գիտենք։ Մենք ինքներս մեր մասին շատ լավ կարծիք ունենք։ Մենք գիտենք, թե որքան հաջողած ենք հոգևոր կյանքի մեջ, բայց Տերն ասում է ես գիտեմ քո գործերը եւ շարունակելով ասում է որովհետեւ
ասում ես, որովհետև ասելով ի նկատի ունի հետևյալը, այո, ես քեզ փսխելու եմ, որովհետև ոչ տաք ես, ոչ սառն ես, դու գաղջ ես, եւ այդ պատճառով քեզ փսխելու եմ։ Որովհետև ասում ես, ես հարուստ եմ եւ ավելի հարստացա, ոչ մի բանի կարոտ չեմ։ Նկարագրությունն է տալիս այս անձանց, ովքեր որ իրենց համարում էին Աստծո մարդիկ, Աստծո զավակներ, Աստծո ծառաներ, նրանք ասում էին մենք հարուստ ենք եւ ինչ արեցինք, ել ավելի հարստացանք եւ ոչ մի բանի կարոտ չենք։ Նկարագրում է հետեւյալը, որ մենք ինքնաբավ ենք, մենք ինքնուրույն ենք եւ առանց Աստծո կարող ենք շատ բաներ անել։ Արդեն Աստված տվել է ինձ ամեն ինչ եւ ես առանց նրա ամեն բան կարող եմ անել։ Նկարագրում է Աստծուց հեռացած մեկ կարգավիճակ, որ մարդը ամբողջությամբ հույսը դնում է իր վրա ենթադրելով, որ ինքը հաջողակ հոգևոր կյանք կունենա։ Ասում է, դու ասում ես հարստացա եւ ել ավելի հարստացա եւ ոչ մի բանի կարիք չունեմ, այո դա դու ես ասում։ Բայց հարցը նա է, թե իսկ ինչ է ասում Աստված։ Եվ շարունակության մեջ ասում է, բայց չգիտես, որ դու թշվառ, ողորմելի, աղքատ, կույր եւ մերկ ես։ Դու քո մասին մտածում ես, որ շատ հարստացար եւ ոչ մի բանի կարիք չունես, բայց իրականության մեջ ամենախոցելի վիճակում ես գտնվում։ Եթե մեկը կա, որ մեծ կարիք ունի, դա դու ես։ Դու թշվառ ես, ողորմելի ես, կույր ես եւ մերկ ես։ Իսկ դու դրան հակառակն ես մտածում։ Եվ նկարագրությունն է տալիս հպարտացած անձի իրավիճակը։ Կարևորը այն չէ, թե դու քո մասին ինչ ես կարծում, այլ այն է, թե ինչ է ասում Աստված քեզ քո ներկա վիճակի մասին։ Եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, Աստծո ասում է թող իր անձը ուրանա եւ իմ հետևից գա։ Ինքնաուրացումը նշանակում է փոխարինում։ Աշխարհի իմաստությունը Աստծո իմաստությամբ, քո ուժը Աստծո շնորհքով, քո հպարտությունը Հիսուսի հեզությամբ, աշխարհի նմանությունը Հիսուսի նմանությամբ, քո արդարությունը Աստծո ողորմությամբ, քո ինքնավստահությունը Աստծուն վստահելով։ Սիրելիներ, ներկայիս քաղաքակրթությունը կառուցվում է անձնական հաջողությունների, ինքնազարգացման եւ անհատի եսի էգոյի հիմքի վրա։ Մեկտեղ հետեւյալ կարևոր նախադասություն ասեցի, դա պիտի ընթերցեմ եւ ասում է. աշխարհը հոգեվոր աղքատությունը ընկալում է որպես թուլություն, կամքի եւ ինտելեկտի տկարություն, իսկ մենք որպես հոգեվոր մարդիկ հոգեվոր աղքատությունը հասկանում ենք որպես եսի էգոյի ներուժի զերոյական վիճակ, որտեղ որ ես ամբողջությամբ դատարկված եմ, աղքատացած եմ իմ եսից, իմ էգոից։ Եվ ասում է, պատկերացրեք մեկ հիշողության քարտ կամ դիսկ, որը լցված է հին նյութերով, եւ նա շարունակաբար աշխատանքի ընթացքի մեջ դանդաղում է եւ կախում է, եւ չես կարողանում նրա վրա նոր նյութեր տեղադրել։ Նոր եւ թարմ նյութեր տեղադրելու համար հարկավոր է, որ տվյալ հիշողության քարտը ամբողջությամբ ջնջվի, այսինքն ֆորմատ արվի, որպեսզի նրան բերես զերոյական կարգավիճակի, այսինքն գործարանային վիճակի բերես նրան, որպեսզի նա լինի ամբողջությամբ դատարկ, որ կարողանաս նորովի գործածել սա։ Ուրեմն աղքատությունը դա կենսական ծանր վիճակն է, որտեղ չկա անձնական, սեփական որևէ ռեսուրս, որպեսզի կարողանաս գոյատևել։ Հոգևոր աղքատությունը ըստ հոգևոր շեշտադրմամբ դա խոստովանելն է անձի եսի էգոյի ամբողջական սնանկ լինելուն, որ այլևս այս էգոն գոյություն չունի։
Սա չի արձագանքում որևէ բանի։ Ես այլևս կռիվ չեմ անում իմ եսի, իմ հեղինակության, իմ իշխանության եւ իմ ճիշտ դուրս գալու համար։ Ուրեմն հոգևոր աղքատությունը թուլություն չէ, այլ դուռ։ Դուռ, որով Աստծո շնորհը մտնում է մեր սիրտ, մեր կյանք, եւ որով երկնքի արքայությունը բացվում է մեզ համար։ Երկնքի արքայությունը չի տրվում էգոիստներին, եսասերներին, այլ նրանց, ովքեր գիտեն, որ ամեն օր Աստծո կարիքը ունեն։ Այս մարդիկ ապրում են Աստծո ամենօրյա շնորհից եւ ողորմությունից ելնելով։ Աստծո խոսքն ասում է, որ նրանցն է երկնքի արքայությունը։ Լեռան քարոզի առաջին խոսքը արդեն իսկ սահմանում է ողջ ավետարանի ուղղությունը, փրկությունը Աստծո շնորհի պարգև է եւ ոչ թե մարդկային արժեքների արդյունք։ Այս միտքը նույն կերպ հնչում է քարոզի սկզբում, Մատթեոս ավետարան, ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Երկնքի արքայությունը չի տրվում նրանց, ովքեր կարծում են, թե արժանի են, այլ նրանց, ովքեր գիտակցում են, որ ոչինչ չունեն, որով կարող են այն վաստակել։ Դրա համար ասում է. երանի հոգով աղքատներին։ Հոգևոր աղքատության գիտակցումը այն դուռն է, որով մարդը մտնում է Աստծո շնորհի արքայության մեջ։ Եկեղեցին կոչվում է աղքատների ժողով։ Ոչ թե որովհետև բոլորը նյութապես աղքատ են, այլ որովհետև բոլորը հոգևորապես զգում են Աստծո կարիքը։ Նրանով հարստանալու, նրանով լցվելու կարիքն են զգում։ Ուրեմն Քրիստոսի եկեղեցու անդամ լինելը չի սկսվում կարողություններով, այլ սկսվում է խոնարհությամբ։ Երկնքի արքայությունը չի պատկանում նրանց, ովքեր շատ բան ունեն, այլ նրանց, ովքեր գիտեն, որ առանց Աստծո ոչինչ չեն եւ ոչինչ չեն կարող անել։ Սիրելիներ, ավարտելով քարոզը Գործք առաքելոց 3:6 համարը ասում է. Պետրոսն ասեց, երբ որ մտնում էր տաճար, տեսավ մեկ կաղի, որ ողորմություն էր հավաքում եւ ասեց, Պետրոսն ասեց. արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վեր կաց եւ քայլիր։ Այսօր շատերը իրենց մեջ շատ բաներ ունեն։ Հարստություն, հեղինակություն, իշխանություն, մեծ հնարավորություններ, մեծ գործեր անելու, սակայն մեկ կարևոր բան կա, որ չունեն, դա Տեր Հիսուս Քրիստոս։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, Պետրոսն ասում է, արծաթ ու ոսկի չունեմ, ես դատարկված եմ, ես աղքատացած եմ, աշխարհից որևէ բան չկա, որ իմ ներսն է, արծաթ ու ոսկի չունեմ, բայց մեկ բան կա։ Մեկ բան կա եւ սա է տարբերությունը աշխարհի եւ Պետրոսի։ Նա ուներ Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ դրա համար ասեց վեր կաց եւ քայլիր։ Սիրելիներ, իմ մաղթանքս եւ աղոթքս է, որ յուրաքանչյուրիս մեջ աշխարհից որևէ բան չլինի։ Մեր եսը, մեր էգոն, իսկապես մեր ներսը զերոյացված վիճակի մեջ լինի։ Ամբողջությամբ ոչնչացած վիճակի մեջ։ Եվ մենք լինենք Տեր Հիսուս Քրիստոսով լցված եւ հարստացած նրա Սուրբ Հոգիով եւ նրա կենթանի խոսքով։ Տերը թող փառավորվի մեր կյանքի մեջ։ Ամեն։